Իրանի հետ առևտուրը այսուհետ կարող է թանկ նստել։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Թեհրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ արտահանման դեպքում։ Հայաստան Միացյալ Նահանգներ առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 300 միլիոն դոլարի է հասնում, ներմուծումը 5 անգամ ավելի է, քան արտահանումը։ Իրանի հետ ավելի քան 700 միլիոնի առևտուր ենք անում, որից 600 միլիոնը դեպի Հայաստան ներկրումն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 25% մաքսատուրքի պատճառով Իրանի հետ ապրանքաշրջանառությունից չպետք է հրաժարվենք։ Մենք հիմնականում ներկրում ենք ԱՄՆ-ից ավտոմեքենաներ, տարբեր սարքավորումներ։ Իսկ արտահանում ենք մոտավորապես 50-ից 60 միլիոն դոլարի չափով ապրանք։ Եվ այդ 50-ից 60 միլիոն դոլարի չափով ապրանքի մեծ մասը ադամանդներ է, նույնիսկ այդ ադամանդների վրա 25% մաքսատուր դնելու դեպքում էլ այսպես Հայաստանը մեծ վնասներ չի ունենա։ Այն դեպքում, երբ որ Իրանի դեպքում մենք ոչ միայն այսպես ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենք, նաև տարածման մեզ համար կարևոր այլընտրանքային ուղղություն է։ Վրաստանը փակվում է, մենք կարողանում ենք Իրանով բերենք, մենք չունենք այլընտրանք։ Տնտեսագետի խոսքով ադամանդի արտահանման այլ շուկա կարող է գտնվել, եթե նույնիսկ որոշենք այն ԱՄՆ չարտահանել։ Մեծ կորուստ չենք ունենա։ Իրանի դեպքում ըստ Պարսյանի ոչ միայն առևտրաշրջանառությունն է մեծ, այլև այն Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր ռազմավարական նշանակություն ունի։ Ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենք Իրանի հետ, ռազմավարական ընկերություն տնտեսական դաշտում ունենք, գազ, էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր ունենք եւ այլ նախագծեր, որոնք նախկինում համաձայնեցված են եղել ամերիկյան կողմի հետ։ Այսինքն մենք երբ որ Իրանի հետ այս կամ այն խոշոր ծրագիր փորձել ենք իրականացնել, միշտ համաձայնեցել ենք ԱՄՆ-ի հետ։ Նույնիսկ դրա մասին տարբեր այսպես արձանագրություններ կան եւ չի եղել դեպք, որ ԱՄՆ-ն այսպես սանկցիա կիրառի հայկական ընկերությունների նկատմամբ։ Պարսյանը կարծում է, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում հասնել մաքսատուրքի իջեցման։ Դեռ նախորդ տարվա ապրիլին Թրամփը հրապարակել էր մաքսատուրքերի տոկոսները տարբեր երկրների համար։ Հայաստանի Հանրապետության համար 10% մաքսատուրք էր սահմանվել։ Նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ 2024 թվականի համեմատ նվազել է 12.7 միլիոն դոլարով։ Վաշինգտոնը թեև մշտապես խիստ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, սակայն Հայաստանի պարագայում հաշվի է առել աշխարհաքաղաքական պայմանները, նկատում է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուշուդյանը։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն եւ վերաթարմացնեն այդ ամերիկյան մոտեցումը մեր հանդեպ, եթե հանգարց այդ ինստիտուցիոնալ հիշողությունը չկա, բայց ես կարծում եմ կա ու այդ առումով ամեն ինչ կախված ալնելու իհարկե ճկունությունից, որը Հայաստանի դիվանագիտությունը ցուցաբերի այդ հարցում։ Խուրշուդյանի կարծիքով այսօր Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Ռուբիո հանդիպման հիմնական թեման թրիփը կլինի, սակայն նոր մաքսային ռեժիմի հարցը եւս կարող է քննարկվել։ Ընդհանրապես նաև երկարաժամկետ ռազմավարական համագործակցությունը Իրանի ուղղությամբ ամերիկյան համագործակցություն եւս կարող է քննարկվել, որտեղ Իրանը կարևոր երկիր է համ Հայաստանի, համ Միացյալ Նահանգների համար։ Թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը 25% մաքսատուրքի հնարավոր կիրառման դեպքում պաշտոնապես դեռ չի հաղորդվում։ Factor TV-ին չհաջողվեց արտաքին գերատեսչությունից պատասխան ստանալ։ Թեև որոշումը միայն հայտարարության մակարդակում է եւ դեռևս հրապարակված չէ, մասնագետների կարծիքով վերջնական որոշման դեպքում այն էական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա։